Փաշինյանն ինչու է հետևողականորեն ապակայունացնում երկրի վիճակը, որովհետև նա գիտակցում է, որ առաջիկա խորհրդարանական հերթական ընտրություններին ժողովուրդը մերժելու է իրեն ու նա պարտվելու է։ Նա անընդհատ ստեղծում է ճգնաժամեր, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը շեղվեն իրենց հիմնական գործից, չկարողանան ուժ կուտակել ու միավորվել։ Նա նաև պայթյունավտանգ իրավիճակներ է ստեղծում, որ ի վերջո բախումներ տեղի ունենան ու այդ հիմքով հետաձգվեն ընտրությունները։ Ինչ պետք է անեն հատկապես արտախորհրդարանական ուժերը։ Մարդկայնորեն հասկանալի է, որ հնարավոր չէ չարձագանքել մեր եկեղեցին քանդելու պիղծ փորձերին, բայց ի վերջո նրանց մոտ դա չի ստացվելու։ Եթե նույնիսկ որոշ ժամանակ գերեվարված պահեն հովանավանքը, մենք կես տարուց այն ետ կբերենք։ Մեր եկեղեցուն ամենամեծ աջակցությունը կլինի այն, որ արտախորհրդարանական ուժերը ակտիվ քայլեր ձեռնարկեն միավորվելու ուղղությամբ։